Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունվարի 9-ն է, օրն ուրբաթ։ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը։ Անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Միրզոյանը եւ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ մշակվող ծրագրերին։ Հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ եւ 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաեւ ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերքը, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան դիզել։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան իր էջում։ Նախարարը նաև նշել է, որ ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի եւ դիզելի գնանկում 1 լիտրի համար նախորդ ամսվա գների համեմատ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ամփոփել է նախորդ տարվա աշխատանքներն ու նախանշել այս տարվա անելիքները։ Արսեն Թորոսյանն հիշեցրել է, որ անկանխիկ գործարքների դիմաց կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչև 20% հետվճար։ Կշարունակվի նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի լավարկումը։ Հայաստանում սոցիալական քաղաքականության առանցքում մարդն է ու մարդակենտրոն մոտեցումը եւ ամեն ինչ բխում է հենց այդ սկզբունքից։ Ասուլիս նա այս կերպ սկսեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Եվ ընդհանրապես ես կարծում եմ սա ոչ միայն մեր նախարարության սկզբունքն է, այլև մեր ամբողջ կառավարության։ Եվ մեր բոլոր բարեփոխումները եւ ծրագրերը ըստ էության դրանից են սերվում։ 2025-ի կարևոր բարեփոխումների թվում նախարարը ընտանիքների գնահատման նոր համակարգի ներդրումն է նշում։ Ծրագիրն այժմ փորձարկվում է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում, որը հուլիսի 1-ից տարածում կգտնի ամբողջ հանրապետությունում։ Իմաստը այն է, որ գնահատի իրական կարիքը եւ ոչ թե ձևական իմաստով որոշվի այդ ընտանիքը կարող է լինել կարիքավոր, թե չէ, եւ նաեւ օգնությունը, որը տրամադրվելու է այդ ընտանիքներին, լինի այդ կարիքի վրա հիմնված եւ տրամադրվող օգնության չափը լինի էական։ Այս պիլոտային ծրագրով անապահովության միջին նպաստը մոտ 78000 դրամ է եւ այդ թիվը կարող է հասնել ընդհուպ մինչեւ 200,000-ի, ի տարբերություն նախկինում գործող շատ ավելի ցածր չափով նպաստների։ Նախարարի գնահատման բոլոր տեսակի անապահովությունը կանխարգելելու կամ մեղմելու ծրագրերը մեկ հիմնական նպատակ պետք է ունենան։ Դա աշխատանքի միջոցով ընտանիքների կենսամակարդակի ապահովումն է։ Խոսքը աշխատունակ քաղաքացիների մասին է։ Մենք տեսնում ենք աղքատության հաղթահարման մի բանաձև, դա աշխատանքն է եւ մեր նախարարության անվանումը պատահական չի, որ կոչվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ոչ թե հակառակը։ 2025-ի մյուս կարևոր փոփոխությունն ըստ նախարարի, որն ունի նաև ժողովրդագրական իմաստ, երրորդ եւ հաջորդ երեխային տրամադրվող ամսական 50,000 դրամների աջակցության ծրագիրը պետական նպաստի վերափոխելն է, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից։ Ինչպես նախկինում էլ այսուհետ եւս ծնված երրորդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար պետությունը տրամադրելու է պարբերական նպաստ մինչև 6 տարեկան դառնալը ամսական 50,000 դրամի չափով եւ հաշվի առնելով, որ նաեւ այդ վճարից օգտվելու պարագայում նաեւ հետ վճար է տրվում, այն կարող է դառնալ մինչև 60,000 դրամ եւ եթե բազմապատկում ենք, դա 4 միլիոնից ավել դրամ է ստացվում մինչև 6 տարեկան։ Հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով։ Կենսաթոշակ եւ նպաստ ստացող 387,000 քաղաքացի օգտվում է հետվճարի համակարգից, որը բոլոր ստացողների 660,000-ի 57%-ն է։ Եվ եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները նախընտրեն ունենալ արկա քարտ, վիզա կամ մաստերքարտի փոխարեն, նրանք կարող են նաեւ հավելյալ եւս 2% ստանալ իրենց կենսաթոշակներից եւ նպաստներից անկանխիկ առևտուր իրականացնելու դեպքում։
Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արդեն ստացել է հավաստագիր, որից 1755-ն արդեն իրացվել են։ Տորոսյանն ասաց, ընթացքում եղել են նաև շտկումներ ծրագրում եւ չբացառեց, որ ելի լինեն տեխնիկական շտկումներ, որովհետեւ տարբեր իրավիճակներ են բացահայտվում։ Ուստի ծրագիրն ընթացքում լավարկվել է եւ հնարավոր է, որ ելի լավարկվի։ Իսկ հավաստագրերի տրամադրման եւ իրացման գործընթացում հիմնական խնդիրը ըստ նախարարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է։ Շատերը չէ, որ ուզում են ստանալ քաղաքացիություն, տարբեր պատճառներով եւ ես այդտեղ չեմ կարող չնկատել կամ չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Եվ այդ շահարկումները եւ ոչ միայն ըստ էության բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չի որ ստացել են քաղաքացիություն ու նաև կան օբյեկտիվ այո պատճառներ։ Արսեն Թորոսյանը ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է համարում առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Ըստ նրա, քանի որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, պետությունը որոշել է այդ հարցը հոգալ, ծախսը վերցնելով իր վրա։ Քանի որ առողջության ապահովագրության ամսական վճարը մոտավորապես 10800 դրամ է, 200,000-ից բարձր ստացող քաղաքացիների համար։ Այն մյուս բոլոր քաղաքացիների համար պետական բյուջեից է փոխանցվում այդ 10,800 դրամը, որը փաստացի կարելի է ասել, որ մենք մեր բոլոր կենսաթոշակառուների կենսաթոշակը բարձրացրել ենք 10,800 դրամով, բայց որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք ապահովության հիմնադրամին, որ երբ որ կծագի խնդիր, այդ խնդիրը լուծվի։ Իսկ առողջությանն առնչվող խնդիրները Արսեն Թորոսյանի համոզմամբ երբեք չեն լինում 10,000 դրամի, այլ այդ ծախսերը կարող են լինել 100,000-ավոր դրամների, որովհետև 100,000 դրամից էժան բժշկական միջամտություն չկա։ Լինում են նաև միլիոնավոր դրամների բժշկական միջամտություններ։ Տիգրան Ուվակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Տարին նորամուծություններով է սկսվել սոցիալական ոլորտում։ Հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստառուների համար 12%-ի փոխարեն մինչեւ 20% հետվճար ստանալու հնարավորությունից բացի, ապրիլի 1-ից բացառվելու է կանխիկ եղանակով նպաստ թոշակի ստացումը։ Արձեռնից կանխիկ վճարումների գործարքների անցումը մասնավորապես տարեցների համար դժվարություններ ու դժգոհությունների առիթ ստեղծում է, բայց եւ հետվճարի հաշվին թոշակի ու նպաստի ավելացումը վատ տարբերակ չեն համարում։ Քարտոֆ խանութները առևտուր կենեմ սենք, դեստամ բանկոմատից փող հանելու դիք չեմ կրնա հիշեմ։ Թոշակառու տարեց մարդկանց մեծ մասը չի հաշտվում թոշակների վճարման անկանխիկ տարբերակի հետ։ Փոստատարի բերած կամ բաժանմունքներից արձեռն ստացած թոշակին սովոր մարդկանց բանկոմատների մոտ օգնության են հասնում հեշտում կանգնած երիտասարդները։ Մի ուրիշ չհարմարվող վիճակ էլ ստեղծվում է խանութներում քարտային եղանակով առևտուր անելիս, բայց դա զուտ հետվճար ստանալու համար ձեռնտու տարբերակ է թոշակ նպաստ ստացողի համար։ Ես կուզեմ, որ ես փողը ձեռս եղնեմ, ես կանանեմ առևտուր ունեմ, թե չէ առանց փողի ես ինչ առևտուր ունեմ։ Առանց կանխիկի չենք կրնա մենք պետք է կանխիկ գումար ունենանք, հացն է, միրգն է, այնպես բաներ կա, որ բացարձակապես քարտով չեն կրնա առնել։ Բայց որ հանես, ել տոկոսը քիչ կանի, փողը քիչ կանի։ 76-ամյա թոշակառու Դունյա տատը հունվար ամսվա կենսաթոշակից որոշ մաս կանխիկացրել է։ Մնացածն էլ թողել է քարտին անկանխիկ վճարումների համար, որ հետվճարից օգտվի։ Իմս թոշակի քարտ է, մենք ուրիշ քարտ չունենք։ Թոշակի քարտ է։ Ամիրո բանկից, անիշիգե կոնվերս բանկից, ամուսնում։ Քարտով անկանխիկ վճարումների հաշվին փաստորեն հունվարի 1-ից նպաստն ու թոշակն են ավելանում։ Նախկին 12%-ի փոխարեն քարտային առևտրի 20%-ը որպես հետվճար նստում է քարտերին։ Մինչ այս հետվճարի սահմանային չափը չէր գերազանցում 6000 դրամը։ 20%-ի դեպքում կենսաթոշակառուի հաշվին կարող է փոխանցվել ոչ ավելի քան մինչև 10000 դրամ հետվճար։ Սոցիալական այս փոփոխությունը թեև ոչ բոլոր տարիցներին է ոգևորել։ Իմ թոշակս ավելցնե ես մարտավարիչներով գիտենամ որ լիարժեք ես պետության քաղաքացի եմ։ Իմ թոշակովս չեմ սե շատ լավ ապրեմ, բայց նորմալ ապրեմ։ Ես իրանն է, իմս տանն է, սովորական է թոշակի քարտն է մեր, այս քարտով 50,000 մենք թողնում ենք թոշակից մեջը, այդ 50,000 օգտագործում ենք, մյուս ամիս դրա փոխարեն Ալոր 6000-ն ենք ստացել, 10000-ը չենք ստացել, 6000 եկել է։ Գուկա այդ 20%-ն դիշկամ դես առևտուրի մետ իմ չնչին գումարով սոշ ես այդ վճարը ստանամ։
Ներկայում Հայաստանում իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով են ստանում 10%-ից էլ պակաս կենսաթոշակառուներ ու նպաստառուներ։ Գյումրիում այդ թիվը հասնում է 1250-ի։ Ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստների, այդ թվում կենսաթոշակների եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վճարումը դառնում է միայն անկանխիկ եղանակով։ Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոն դիմողների թիվը վերջին օրերին շատացել է։ Հիմնականում այդ առաջի երկրորդ խմբի հաշմանդամներն են ու տարեցները։ Մեծահասակները 80 ավել, 90-ից ավել ուլեցել են այսօր։ Արդեն այսօր մենակ 10-12 հատ դիմում ենք ունեցել, մեր հյուրազեկման արդյունքում վճարման եղանակները փոխել ենք, որ հաջորդ ամիս իրանք արդեն անկանխիկ են ստանալու իրենց կենսաթոշակը։ Անկանխիկ գործարքների դեպքում 20% վերադարձից բացի եւս 2%-ով կխրախուսվեն այն թոշակառուները, որոնք առկա ազգային վճարային քարտ ունեն, եւ գործարքները կկատարեն դրանով։ Այսինքն հունվարի 1-ից այդ 2% հետ վճարից օգտվելու են առկա քարտ ունեցող քաղաքացիները։ Եթե իրանց վճարման քարտը առկա է, այսինքն 22% դեռ իրանց հետ վճարը։ Այնպես որ էլ կարող են բանկերին դիմել իրանց վճարային քարտերը, սա արդեն առկա քարտ է։ Այստեղ նյուանս կա, որ ենթադրենք անձը եւ կենսաթոշակի քարտ ունի եւ նպաստի վճարման քարտ ունի, ինքը մեջից է հետ վճարից օգտվում, չի կարա երկուսից էլ հետ վճարով օգտվել։ Ապրիլի 1-ից սկսած հայփոստի բաժանմունքներից այլևս կանխիկ եղանակով վճարումներ չեն լինի թոշակառուների ու նպաստառուների համար։ Սահմանված ժամկետում անկանխիկի չանցնելու դեպքում համակարգն ավտոմատ կերպով կկատարի այդ փոփոխությունը, ընտրելով որևէ բանկ պատահականության սկզբունքով։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։ Միջազգային լրահոս։ Օրեր շարունակ քրդական կազմավորումների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարական ուժերը հրադադար են հայտարարել Հալեպում։ Մի քանի օր տևած ռազմական գործողությունների հետևանքով կա 21 զոհ։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է հրադադարի նպատակն է, որ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ եւ վերսկսել իրենց բնականոն կյանքը անվտանգության եւ կայունության մթնոլորտում։ Պաշտոնական տվյալներով ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 16000 մարդ է փախել։ Միացյալ Նահանգները ողջունել է ձեռք բերված ժամանակավոր հրադադարը։ X-ում արված գրառմամբ նշել է Սիրիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։ Դեսպանը հայտնել է, որ Վաշինգտոնը ինտենսիվ աշխատում է հրադադարի երկարաձգման ուղղությամբ։ Իրանում հիպերինֆլյացիայի եւ իրանական ռիալի փոխարժեքի աննախադեպ անկման պատճառով սկսված բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 12 օր։ Ցուցարարները դուրս են եկել Թեհրանի եւ այլ խոշոր քաղաքների փողոցներ։ Armenpress-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։ Նշվում է, որ ըստ նորվեգական Iran Human Rights կազմակերպության տվյալների զոհվել է առնվազն 45 ցուցարար, այդ թվում 8 անչափահաս։ Իրանական ԶԼՄ-ները ավելի վաղ հայտնել էին 21 զոհի մասին, որոնց շարքերում կան նաև անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ BBC-ն վկայակոչելով իրավապաշտպան կազմակերպություններին հաղորդում է, որ ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Ըստ այդ կազմակերպությունների տվյալների առնվազն 34 ցուցարար է զոհվել, այդ թվում 5 երեխա։ Բացի այդ զոհվել է 8 իրավապահ, 2270 ցուցարար ձերբակալվել է։ Ըստ բրիտանական NetBlocks կազմակերպության Իրանի իշխանությունները գրեթե ամբողջովին արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Cloudflare IT ընկերության տվյալներով հունվարի 8-ին Իրանում ինտերնետ թրաֆիկը 90%-ով նվազել է։ Ցույցերը մեծ թափ են ստացել հունվարի 8-ի երեկոյան։ Սրանից ոչ շատ առաջ Ռեզա Փահլավին, որը այժմ ապրում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում եւ որի հայրը գահընկեց էր արվել 1979 թվականի իսլամական հեղափոխության ժամանակ, իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին։ X-ում գրառման մեջ Փահլավին նշել է, որ միլիոնավոր իրանցիներ պահանջում են իրենց ազատությունը։ Փահլավին նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, որը պատասխանատվության է ենթարկում ռեժիմին եւ եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անել նույնը։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հունվարի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական ուժերը Ուկրաինայի տարածքում զանգվածային հարվածներ են հասցրել ցամաքային եւ ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, այդ թվում օրեշնիկ միջին հեռահարության հրթիռային համակարգով, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերով։ Կիևում 4 զոկա, 19 վիրավոր, հայտնել է BBC-ն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածներով պատասխանել են Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակմանը։ Ուկրաինան հերքել է այդ մեղադրանքը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների կենտրոնական հետախուզական վարչությունը պարզել է, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել ոչ անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ոչ էլ նրա նստավայրի վրա։ Ուկրաինան նախաձեռնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի շտաբ նիստ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Վենեսուելայի դեմ հարձակումների երկրորդ ալիքը, այդ երկրի հետ համագործակցությունից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Վենեսուելան լավ են համագործակցում միմյանց հետ, հավելելով, որ խոշոր նավթային ընկերությունները Վենեսուելայում կներդնեն առնվազն $100 միլիարդ։ Ամերիկայի նախագահը սակայն հավելել է, որ Վենեսուելայում գտնվող բոլոր նավթատարները անվտանգության նկատառումներից ելնելով կմնան իրենց տեղում։ Թրամփը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Վենեսուելայի նավթային ոլորտը։ Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ նշել էր, որ Ամերիկան հիմա շատ լավ է համագործակցում նավթի աշխարհի ամենահարուստ պաշարներն ունեցող երկրի նախագահի պարտականությունները ստանձնած Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։ Այժմ լրահոսն այսպիսին էր, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։